Հայր ջան, ուրեմն տեսեք, արդարության համար, լավ ապրելու համար, լավ ապագայի արժանապատիվ կյանքի համար ամեն օր են պայքարում։ Էդ ով է ձեզ խաբե, որ 5 տարին մեկ ինչ-որ մեկին ընտրելով դուք լավ եք ապրելու։ Ձեզ խաբել են։ Ես կոչ եմ անում ամեն օր պայքարել։ Ես պատրաստ եմ առաջնորդելու։ Եթե ես առաջնորդեցի, ինչու համար ես։ Ես գիտակից տղա եմ, գիտակից մարդ եմ եւ չեմ վաճառվելու։ Չեմ վաճառվելու եւ լինելու է հաղթանակ։ Դուք չեք հասկացել այդքան ժամանակ։ Չես վաճառվում եւ հաղթում ես։ Ես պատրաստ եմ առաջնորդելու։ Լինելու է հաղթանակ։ Ես ամեն ինչ մանրամասնությունները չեմ ասելու ձեզ։ Ես տիրապետում եմ որոշակի գիտակցության, որպեսզի ես առաջնորդեմ։ Սա զուտ խոսքեր չի։ Սա զուտ խոսքեր չի, սա գիտակցություն է։ Ես ինչ-որ մի բանի տիրապետում եմ, որ ես ասում եմ պատրաստ եմ առաջնորդելու։ Հասկանում եք։ Ես պատրաստ եմ միշտ առաջնորդելու։ Մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար։ Եթե իմ առաջնորդությամբ որևէ մեկին մի բան պատահեց, ես եմ պատասխանատու։ Չի կարա պատահի որևէ մեկի հետ որևիցե բան։ Որովհետև այդ ժամանակ մեկը բոլորի համար է, բոլորը մեկի համար։ Եթե մեկին բան է պատահում, բոլորը գնում են այդ մեկի հետևից։ Եթե այդ սկզբունքով ենք մենք առաջնորդվում, մեզ ոչ մի բան չի պատահի, ոչ թե ձեզ տանեն փուռը տան, կներեք իհարկե փուռը տան, ձեզ փուռն են տալի։ Ես չգիտեմ ով է ում առաջնորդությամբ եք դուք գնում ինչ-որ ցույցերի։ Ձեզ չգիտեմ ովքեր են դրանք, ինձ հետաքրքիր էլ չեն, դրանք ինձ հետաքրքիր չեն։ Ես մարդ եմ, հայ մարդ եմ, ով ունի գիտակցություն, ով ամեն օր պայքարում է արդարության համար եւ ոչ միայն, ով պատրաստ է առաջնորդելու։ Եթե դուք ուզում եք հարուստ լինեք, ունենաք արժանապատիվ կյանք, բոլորդ, ես պատրաստ եմ առաջնորդելու։ Ես պատրաստ եմ։ Տարածեք։ Եթե իմ ձայնը լսելի լինի, եթե մենք որոշակի քանակով համախմբում իրականացնենք, մեր դեմ էլ չեն առնի, չեն կարող առնել։ Գիտակցությանը ոչ մեկ այս թվին գիտակցության առաջ ոչ մեկ չի կարողացի առնել։ Ես գիտեմ ոնց կարան առնեն, դա էլ չեմ ուզում ասեմ։ Դա այդ անկախ ամեն ինչից դուք չեք ոչ մի բան